Անվիճելի է, որ հայկական ֆուտբոլում լուրջ խնդիրներ կան։ Վեճը այդ խնդիրները լուծելու եղանակների հետ է կապված։ Արդյոք կոնկրետ անձինք են մեղավոր, թե համակարգը։ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն են ճիշտ, թե իրենց ընդդիմախոսող երկրպագուների խմբերը։ Մարզիչներն են վատը, թե ֆուտբոլիստներն են վատ մոտիվացվում։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ խնդիրների համապարփակ քննարկմամբ։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մամլո ասուլիսում տրված պարզաբանումները հանեցին եղած հարցերից մի քանիսը, բայց նոր հարցեր առաջացրեցին։ Այդ հարցերին կանդրադառնանք այսօր զրուցակիցներիս հետ, տաղավարում են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական, ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ու Մեդիամաքս սպորտ պարբերականի հիմնադիր Դավիթ Ալավերդյանը, ով նաև ֆուտբոլիստ է, լրագրողների հավաքականի ղեկավարը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Առաջին հարցից խնդրեմ կարճ պատասխանեք։ Վերջին ասուլիսին պարզ դարձավ, որ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիբեկյանը հրաժարական չի տալու։ Դա լավ լուր է, թե վատ։ Ըստ իս շատ լավ լուր է։ Ըստ իս վատ լուր է շատ։ Հիմա ես առաջարկում եմ ծանոթանանք տեսանյութին, որը իմ գործընկերն է պատրաստել, որից հետո արդեն առարկայական զրույցը մեր վարենք։ Հայաստանում ֆուտբոլի պատմությունը սկսվում է 20-րդ դարի 20-ականներից։ Հայկական ֆուտբոլի զարգացման գործում շրջադարձային եղավ 1924 թվականը, երբ աշնանը Բաթումի նավահանգիստ ժամանեց Չիչերին շոգենավը, որով Մայր Հայաստան էին վերադառնում ցեղասպանությունից փրկված հայ գաղթականները։ Նրանց կազմած թիմը Բաթումի խաղադաշտում այդ օրը 2-1 հաշվով հաղթեց այն ժամանակ Անդրկովկասում ուժեղներից մեկը համարվող Բաթումի Դինամոյին։ Դրանից հետո հայկական ֆուտբոլում շատ ջրեր հոսեցին եւ եղան հաջողություններ եւ անհաջողություններ։ Օրինակ 1962 թվականի անհաջողությունները ստիպեցին լրջորեն զբաղվել թիմով, նույնիսկ որոշվեց փոխել թիմի անունը։ Այդ ժամանակ Սպարտակը դարձավ Արարատ։ Վերջինս առաջին տարում հիասթափեցրեց երկրպագուներին, բայց հաջողություններն առջևում էին, ուշագրավ էին հատկապես 70-ականները։ 1973 թվականի Արարատի հաջողությունը հայկական ֆուտբոլում հիմա էլ հպարտանալու տեղիք է տալիս։ Երկրպագուների շուրթերին էին ինչպես հայտնի ֆուտբոլիստների անունները, այնպես էլ թիմը վարպետորեն ղեկավարած ԽՍՀՄ վաստակավոր մարզիչինը Նիկիտա Սիմոնյան։ Իր պատմության մեջ առաջին անգամ Արարատը դարձավ եւ երկրի չեմպիոն եւ ԽՍՀՄ գավաթակիր։ Հայաստանի անկախությունը նոր փուլ բացեց նաև ֆուտբոլի համար։ Ստեղծվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայաստանի ազգային հավաքականն էլ առաջինը խաղաց Մոլդովայի դեմ, ոչ ոքի հաշվով։ Առաջին անգամ Հայաստանը մասնակցեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։ Այս ընթացքում առանձնակի հաջողություններ չգրանցվեցին։ Անկախության շրջանում ֆուտբոլի ազգային հավաքականը սկզբից ղեկավարում էին հայ մարզիչներ, այնուհետ նաև այլազգի, իսկ խաղերում գրանցվում էին տարբեր արդյունքներ։ Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ առանձնահատուկ ուշադրություն գրավեցին Եվրո 2012-ի ընտրական խաղերը, որտեղ մեր հավաքականը բարձր արդյունքներ գրանցեց, իրար հետևից հաջողություն ունենալով մի քանի խաղերում։ Այդ ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչն էր Վարդան Մինասյանը։ Ֆուտբոլասերները նկատեցին, որ սա առաջին խոշոր հաջողությունն էր Արարատ 73-ից հետո։ Այդ տարիներին գրեթե ամեն խաղից առաջ երկրպագուները միայն հաղթանակ էին ակնկալում։ Այս սերունդը ավելի պրոֆեսիոնալ է։ Ամեն դեպս հավաքականը պրոգրես է ունեցել։ 2012-ին Հայաստանի հավաքականն անցկացրած 10 խաղերում տարավ 4 հաղթանակ, 1 հանդիպում ավարտվեց ոչ ոքի, ևս 5 խաղում Հայաստանի հավաքականը պարտություն կրեց։ Այս շրջափուլում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ հաղթեց այնպիսի հավաքականների, ինչպիսիք են Դանիան եւ Չեխիան։ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային հավաքականի ամենամեծ հաջողությունը թերևս FIFA-ի դասակարգման աղյուսակն էր, որտեղ մեր հավաքականը զբաղեցնում էր իր պատմության մեջ ամենաբարձր 38-րդ տեղը։ Հավաքականի մարզչի պաշտոնում քարամյա աշխատանքն ամփոփելիս 2013-ին Մինասյանը նշեց, որ իր կարծիքով այս հավաքականն արդեն հասունացել է եւ բարձր մոտիվացիայով խաղալու դեպքում ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի։
Չնայած սրան 2014-ի աշխարհի առաջնության եւ Եվրո 2016-ի ընտրական մրցաշարերը հաջող չեղան։ 2018-ի աշխարհի առաջնության որակավորման փուլում հայերը կարողացան տնային խաղում 3-2 հաշվով հաղթանակ տոնել Չեռնոգորիայի նկատմամբ, ինչը նպաստեց, որ Չեռնոգորիան չկարողացավ նվաճել 2018-ի աշխարհի առաջնության ուղեգիր։ Եվրո 2020-ի ընտրական փուլում նախորդ շրջանի գրած կորուստներից հետո Հայաստանը հաջողություն գրանցեց Լիխտենշտեյնի, Բոսնիա եւ Հերցեգովինայի եւ Եվրո 2024-ի նախկին չեմպիոն Հունաստանի նկատմամբ, բայց դրանք բավարար չեղան Եվրո 2020-ի ուղեգիր ձեռք բերելու համար։ Այս ընթացքում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք հասցրել էին միջազգային ասպարեզում հեղինակություն վայելել՝ Հենրիխ Մխիթարյան, Յուրամ Օվսիսյան, Արաս Օզբիլիս եւ ուրիշներ, բայց վերջին տարիներին տարբեր խնդիրների պատճառով նրանք հեռացան հավաքականի կազմից։ Նրանց փոխարեն դաշտ մտան այլ խաղացողներ, բայց այս տարվա մարտին Վրաստանի հավաքականի հետ երկու անհաջող խաղերը առիթ ստեղծեցին հայկական ֆուտբոլի խնդիրները նորից քննարկելու համար։ Թեմայի շուրջ 2 օր առաջ մամուլի ասուլիս տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Այո, մենք հասկանում ենք, որ դրանք շատ ծանր պարտություններ են խոշոր հաշվով, երկու պարտություն, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մինչ այդ 2 տարի մենք ոչ մի խոշոր հաշվով պարտություն չենք ունեցել եւ բոլորը ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը, ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմը շատ ծանր են տանում այս պարտությունները։ Փորձում ենք դրանից հետևություններ անել, հասկանալ ինչը որպես ֆեդերացիա կարող ենք ավելի լավ անել, որպեսզի խուսափել դրանից, իսկ իրականում նաև հասկանալ, որոնք են օպտիմալ պատճառները։ Մելիքբեկյանը կարծում է, որ այդ պարտությունների համար ամբողջ թիմն է պատասխանատու, կան օբյեկտիվ պատճառներ, որոնք հիմա թիմով վերլուծում են։ Նա նշեց, որ նորանշանակ մարզչին ժամանակ է պետք, բայց դրա հետ մեկտեղ գլխավոր մարզիչն արդեն իսկ որոշ լուծումներ է առաջարկել եւ ներկայացրել գալիք անելիքների ծրագիրը։ Ինչպես տեսանյութում ընդգծվեց, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը համարում է, որ եղած խնդիրների պատճառները օբյեկտիվ են։ Այդպես է թե ոչ, սկսի համեցեք։ Ես կարծում եմ, որ օբյեկտիվ պատճառների հետ մեկտեղ կան սուբյեկտիվ պատճառներ եւ ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ իմ կարծիքով պարոն Մելիքբեկյանը եւ Նիկողոսյանը պետք է հեռանան այն պատճառով, որ չեն կարողացել կյանքի կոչել այն բոլոր կետերը, որ ներառված են իրենց ծրագրում, ավելին առաջընթացի փոխարեն մենք ունեցել ենք բոլոր ասպարեզներում, բացի ֆուտզալից եւ ֆուտզալի հաջողությունը ես հատուկ եմ շեշտում, չնայած ֆուտզալի հաջողությունը եւս տրամաբանական չի։ Այնպես չէ, որ պետությունը կամ ֆեդերացիան հատուկ պայմաններ են ստեղծել, որպեսզի ֆուտզալը Հայաստանում զարգանա եւ այլն եւ այլն։ Հա, բայց մնացած բոլոր ասպարեզներում, թե մանկապատանեկան ֆուտբոլում, թե երիտասարդական, թե ինչպես նշեցիք, արդեն ազգային հավաքականի մակարդակում մենք ունենք հետընթաց։ Բացի այդ, ի հայտ են եկել կոնֆլիկտներ ֆեդերացիայի եւ ակումբների միջև, ի հայտ են եկել կոնֆլիկտներ ֆան ակումբների եւ ֆեդերացիայի միջև, շատ երկար ժամանակ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը չէր շփվում հասարակայնության, լրագրողների հետ, ֆան ակումբների հետ, ոնքան հասկանում եմ, եւս հրաժարվում են քննարկումներ անցկացնել եւ մի տեսակ ֆուտբոլի ֆեդերացիան մեկուսացել է, ասուլիսում նաեւ այլ մտքեր հնչեցին, մեղադրանքներ լրատվամիջոցների բաների նկատմամբ եւ ընդհանուր առմամբ պետք է ասեմ ինձ վրա տպավորություն թողնեց մի հայտնի մեմ կա, որ ասում է փորձագետները կարծում են, որ ֆուտբոլը զարգանում է, ասում է իսկապես, բայց մարդիկ տեսնում են, որ կարծես թե հակառակը չի զարգանում, ասում է այո, որովհետեւ մարդիկ փորձագետ չեն։ Բայց պետք է հիշենք, որ ֆուտբոլը ամենամասսայական մարզաձևն է եւ ֆուտբոլ խաղում են առաջին հերթին հենց հանդիսատեսի համար եւ եթե հանդիսատեսը բողոքում է, ապա այդ բողոքը ամենայն հավանականությամբ արդարացի է եւ ունի պատճառներ։ Պարոն Ազարեթյան, ֆեդերացիայում ինչպես են մեկնաբանում կամ վերաբերվում այսպիսի մեղադրանքներին։ Ուրեմն մեղադրանքները պարոն Ալավերդյանը որ նշեց, բոլորի բերանից այս պահին նույն մեղադրանքներն են հնչում, բայց ես ասեմ նաև որպես ֆուտբոլային մարդ, որ ասում եմ մանկապատանեկան ֆուտբոլի հետ կապված, մինչև 17-19 տարեկանների հետ կապված։ Օրինակ, այդ հարցին հիմա ես հարցով պատասխանեմ։ Մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատուն ֆեդերացիան է,
թե ակումբները։ Ես օրինակ մի բան գիտեմ, 6 տարեկանից ֆուտբոլի մեջ եմ, խաղացել եմ տարբեր ակումբներում, որտեղից հրավիրվել եմ հավաքական։ Նույնիսկ այդ ժամանակ, երբ որ ես հրավիրվում էի հավաքական, ինձ ակումբում ասում էին, որ մեր ակումբի պատիվը բարձր կպահես։ Եթե իրանք գալիս են 4-5 օր այդ երեխաները հավաքի, հետո գնում են 17-10-ների մասին է, 21-երի մի քիչ ավելի ուրիշ է, քանի որ ԲԿՄ-ի այդ բանը կա, ԲԿՄ ակումբը կա, բայց այդ երեխաները գալիս են ոչ պատրաստ, այդ երեխաները գալիս են ոչ կրթված։ Ակումբներում այն ինչ որ տիրում է, օրինակ պարոն Ալավերդյան, դուք գիտեմ, որ շատ ֆուտբոլասեր, նաև ֆուտբոլով եք զբաղվել, դες բան լսել եք, որ երեխաները պարապեն մենակ շաբաթ եւ կիրակի օրերը։ Հիմա ես կոնկրետ օֆիցիալ հայտարարում եմ, Փյունիկ ակումբում պարապում են շաբաթ եւ կիրակի օրին վճարովի երեխաները։ Իսկ այդ վճարովի երեխաները բոլոր ակումբներում նայվում են ոնց որ sense, չգիտեմ, հետադեմ ինչ-որ sense, այսինքն խափում են իրանց ծնողները հույսով բերել են, տեսնում են Մեսսին ստանում է միլիոններ, այդ մարդը իր բան որ մարդ բերում է իր երեխային դպրոց, ֆուտբոլի դպրոցի մասին է, ու այդ մարդուն խափում են, կոնկրետ խափում են։ Ես Հայաստանի ֆուտբոլի խնդիրների պատճառը դա է։ Մանկապատանեկան ֆուտբոլից է, դպրոցից է գալիս։ Ֆեդերացիայում կան խնդիրներ, որոնք կապված չեն ուղղակիորեն դրա հետ։ Եթե միտը աշխատանք է ալնում, բնականաբար կան խնդիրներ, կան ձախողումներ, դա երեք նաև ֆեդերացիայի նախագահը ասեց ձախողումները, ու ելի եմ ասում, այդ ամեն ինչը կապել ֆեդերացիայի հետ 5 օրում, նույնիսկ չգիտեմ, Գվարդիոլան եթե գա 17 տարեկանների մեր հավաքանի մարզիչ, չեմ կարծում որ 5 օրում կար այդ երեխաներին ոչ մեկ այդ կախարդական ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունը տարիներ է ինչ-որ բարձրանում։ 6 տարի, 6 տարին երեխա կրթելու հետ կապ չունի, երեխան կրթվում է իր դպրոցում, դրա անունը դպրոց է, չէ՞։ Նույնիսկ Եվրոպայում, երբ որ երեխային 10 տարեկանում են բերում դպրոց ֆուտբոլի, դա ասում են իսկ երեխան կարա գնա հանրակրթական դպրոց 3-րդ դասանից նստի, դա էլ եմ լսել, բայց այդ կրթությունը, որ այսօր տարվում է ակումբներում, ու հետո այդ ակումբները այդպես ամպա գորգոր բառեր են ասում, մենք մանկապատանեկան ֆուտբոլ չունենք եւ դա ձեր խնդիրն է, դա ֆեդերացիայինը չի։ Ֆեդերացիայի խնդիրները այդ գործը կազմակերպելն է, այդ երեխաներին մրցաշարեր կազմակերպելն է, որը ավելացել է 18 թվականից հետո մանկապատանեկան թիմերի քանակը 1.5 անգամ ավելացել է։ Լավ, ազգային հավաքականը վատ է խաղում, ում մեղքն է։ Ազգային հավաքականի վատ խաղալու մեղքը համակումբերին է, ֆեդերացիային։ Ազգային հավաքականի վատ խաղալը որն է պատճառը։ Ես կարծում եմ, որ այսօր մենք ունենք մի սերունդ, մի թիմ, որը պատրաստ չի այսօր լուրջ մարտահրավերներին եւ մեղավորը իմ կարծիքով համ ֆեդերացիան է, համ խաղացողներն են, համ նաև մարզիչը։ Ես օրինակ չհասկացա ինչպես էր ինքը պատրաստվում 20 օրվա ընթացքում թիմը պատրաստել Վրաստանի հետ։ Ինչ անել, այդ մարդը նշանակվել է ընդամենը 20 օր է։ Ես չի ընդունի իր փոխարեն։ Պետք է հասկանալ պատասխանատվությունը, պետք է հասկանալ թե ում հետ է խաղում եւ ինչի համար։ Իսկ եթե 20 օրը հետո գար ինչ-որ ապրիլի 1-ից ստանձներ պատասխանատվությունը, թող ժամանակավոր մի մարզիչ ինչպես նախորդ խաղերին էր գնար բանը շատ վատ մեկնարկ ունեցավ մարզիչը, ընդհանուր տպավորությունս այնպիսին էր, որ չի հասկանում ինչ է կատարվում, չի տիրապետում իրավիճակին, կազմի ընտրությունը եւ ընդհանուր 20 օրվա ընթացքում ռեալ էր այդ խնդիրը։ Բայց գուցե հենց դրա համար իրեն նշանակեցին, որպեսզի ինքը որ պատճառաբաններն կարողանան ասեն, որ 20 օրվա ընթացքում հնարավոր չէր պատրաստել։ Թող մի մարդ պատրաստել, ով որ տիրապետում էր իրավիճակին։ Իհարկե ոչ։ Մեկնաբանեք, խնդրում եմ։ Ես էլ եմ համաձայն, օրինակ ես որպես մարզիչ չէի ընդունի 20 օր առաջ հավաքական, նամանավանդ խնդիրները հասկանալով, կամ եթե խնդիրներ չի հասկացել, դա ավելի վատ է, բայց ես կարծում եմ, որ ինքը շատ որակյալ մարզիչ է, նաև կարծում եմ, որպես մարզիչ իր հոգեբանությունը, որ լրացուցիչ ևս 2 խաղ մինչև սեպտեմբերյան այդ նախընտրական փուլը, բայց ելի եմ ասում, այդ խնդիրները 20 օրում չէր երևալու, ու նաև խնդիրներ առաջացավ մեր կենտրոնական կիսապաշտպանների դիրքում, Լուկասը չեկավ, Սպերցյանը չեկավ, հետո Հովանեսը Հարությունյան վնասված ստացավ, այդ խնդիրները, այդ մի քիչ էլ ոնց որ ամեն ինչ հավաքվեց մեկտեղ, բայց էլ եմ ասում, չգիտեմ, ինքը ես չեմ զրուցել մարզչի հետ, չեմ այս պարը մինչև քանի որ գիտեք, ես մեր մոտ շրջափուլը շատ խառներ, բայց կզրուցենք նաև ինչ ես ասել եմ մշտապես բացեմ օգնության հետ կապված ինչ խնդիր կլինի այդ մարդուն անպայման օգնելու ենք, որտեղ դա մեր
հայ ազգի ազգային հավաքականն է, դա ինչ որ մեկին է չի։ Եթե կարող ենք մի ինչ որ, չգիտեմ, մատից փուշ անել, անպայման անելու ենք, ու նաև այդ հայկական մենտալիտետը, չգիտեմ, ինչ որ մի բան խանգարեց, որտեվ շատ վատ, ես նման բան չէի տեսել ընդհանրապես, որ մեր հավաքականը նման ձև խաղա։ Դες մենք հիշում ենք օրինակ 12 թվականի, բայց նոր նայեցի, ես վերհիշեցի 10 խաղից ընդամենը 4-ում ենք հաղթել, 3 ոչ ոքի ենք արել, դա մեր լավագույն արդյունքն է։ Այսինքն մենք միջակից ցածր հավաքական ենք մշտապես, որ ուզում է ինչ-որ գլխից բարձր թռնի։ Գլխից բարձր թռնելու համար պետքա բոլորը համախմբվեն։ Օրինակ ֆուտզալի հաջողությունները պարոն Ալավերդյանը ճիշտ ասաց։ Մենք ֆուտզալում ստեղծել ենք մի ընտանիք, որը ակումբներից բռնած, բոլորը մի ձևի են մտածում։ Բոլորի հետ այդ աշխատանքը ակումբներում, ակումբների մարշների, ֆուտբոլիստների, մենք բոլորս մի ձևի ենք մտածում։ Այ երբ որ մեր բոլոր ակումբները, ֆեդերացիան, ֆուտբոլիստները կսկսեն մի ձևի մտածել, մենք հաստատ կարող ենք մեր գլխից բարձր թռնել, այսինքն մասնակցել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերի։ Որն է այստեղ անձի դերը։ Երկրպագուները մեղադրում են ամեն ինչում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, արդյոք արդար է դա։ Ես արդեն առաջին հարցին պատասխանելուց արդեն նշեցի, որ եթե դու չես կատարում այն ծրագիրը, կան գուցե օբյեկտիվ պատճառներ կան, այստեղ կարելի է նաև պատերազմը ավելացնել, Արցախի խնդիրը եւ այլն, ամեն ինչ կարելի է պատճառաբանել, բայց եթե դու ծրագիրը չես կատարել, ապա ճիշտը հրաժարական տալն է եւ տեղը զիջել այնպիսի մարդկանց պրոֆեսիոնալների, ովքեր գուցե ավելի իրատեսական ծրագրով կգան։ Ես դեմ եմ այդ ծանր մեղադրանքներին, դու քաչաշուն, դու գողփիսոևան, չէ, եկեք օբյեկտիվ խոսանք եւ եկեք երկխոսության այդ բանը հասկանանք։ UEFA-ում համարում են, որ շատ է լավ պատրաստված մասնագետ է, որ պետք է նաեւ ներկայացվի մոտեցումները, բացի լավ մասնագետից իմ գործընկերն է 100 տարի է իրար ճանաչում ենք, ես պարզապես ֆուտբոլի շահից եմ խոսում, Արտեմ ջան, չեմ բանանում, չեմ անznավորում։ Կան պրոֆեսիոնալներ, կա պրոֆեսիոնալ մենեջերներ, որոնք գիտեն ինչպես դուրս բերել մեր թիմերը այս իրավիճակից։ Ես նայում եմ Վրաստանը, որը մոտավորապես մեր հնարավորությունների տեր երկիր է, մոտավորապես նույն կարգի ֆուտբոլիստներ են, չէ, սուտ եմ ասում, իրենցը հիմա իրենց մոտ կարգը ավելի բարձր է, մենք ունենք շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, հրաժարվում են խաղալ հավաքականում։ Բայց բում է իրենց մոտ ֆուտբոլային։ Երեխաները հերթ են կանգնում, որ գնան ֆուտբոլային դպրոցներ։ Մեծ ակադեմիաներ են մտել արդեն։ Պետությունը օգնում է ակումբներին, գումար է տրամադրում, որպեսզի զարգացնեն մանկապատանեկան ֆուտբոլը, կանանց ֆուտբոլը։ Այսինքն, այն ինչ որ պարոն Նազարեթյանն ասում է, համախմբվել։ Մեր պարագայում ես չեմ տեսնում ինչի շուրջ կարող են այս պարագայում համախմբվել, եթե ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունը գրեթե բոլոր խաղացողների հետ, ոչ թե ֆուտբոլային խաղացող, այլ ֆուտբոլի հիմնական բոլոր ով որ է դրան մասնակից է, ունի վեճ կամ առնվազն բանավեճ կամ տարաձայնություններ։ Դավիթը կարծում է, որ համընդհանուր քննադատություն է ֆուտբոլի ֆեդերացիայի, այսինքն կամած դա շերտերով հավաքվել է եւ հիմա ոչ թե առանձին միայն ակումբներն են պահանջում, ոչ միայն ֆան ակումբները, ոչ միայն լրագրողները, ֆուտբոլային հասարակությունն է։ Հիմա ասելա միջև հունիսին մեզ ժամանակ տվեք, հավաքականում փոփոխությունները կտեսնեք։ Ինչ պետք է փոխվի, Արտեմ ջան, միջև հունիս։ Ինչ պետք է փոխվի միջև հունիս։ Նախ այն կարծիքը, որ ակումբները եւ երկրպագուները բոլորը պահանջում են, դա ես ներսից գիտեմ, որ նման բան չկա, ընդամենը երկու ակումբ է, Փյունիկ եւ Ուրարտու, ովքեր պահանջում են ֆեդերացիայի նախագահի հրաժարականը եւ դա ասում եմ տիպիկ FAF-ը ֆեդերացիայի ակումբ չի, FAF-ը հեսա անդրադառնանք նաեւ FAF-ին։ Ֆան ակումբ է, որը ֆեդերացիայի անդամ չի, խոսքը ֆեդերացիա ասում եք ակումբները, ես ասում եմ 30-ից 2-ը ընդամենը որի նախագահները ամբիցիաներ ունեն ֆեդերացիայի նախագահ դառնալու, բայց նաև Շիրակը, երրորդը, Շիրակն էլ ասենք։ Արարատը մի քանի օր առաջ հանդես եկավ, ընդամենը բողոքում է կոնկրետ դրվագի հետ կապված, որը նորմալ է, ֆուտբոլային աշխարհում շատ է նման բաներ լինում,
բայց Արարատը երբևիցե չի պահանջել ֆեդերացիայի նախագահի հրաժարական։ 3 ակումբները, որոնց նախագահները ուղղակի ուզում են դառնալ ֆեդերացիայի նախագահ, կոնկրետ քայլերով, իրանց հայտարարություններով դա պարզ է։ Բայց ես նաև այդ կողմով գամ, էլի։ Օրինակ իմ համար ակումբի նախագահ լինելը ավելի պատվաբեր է, քան թե ֆեդերացիայի նախագահ։ Ես ուզում եմ այդ մարդիկ հասկանան, էլի, կամ միլիոնատեր մարդը, իրանք հայտարարում միլիոններ են ծախսում։ Միլիոնատեր մարդը գալիս է ինչ-որ մի 700-800 դրամի համար ֆեդերացիայի նախագահ աշխատի, ինձ լոգիկան կասեք։ Դե ամեն ինչ փողի համար չի Չէ, չէ, մի եկեք սենց։ Ամեն ինչ փողի համար չէ, այդ մարդը այն ինչ որ անում է իր ակումբում, նախ թող ընդեղ մի հատ լավ անի, նախ թող հայկական ֆուտբոլին, չգիտեմ, Շիրակ ակումբը, ասենք, մի հատ մի ֆուտբոլիստի դեմքով Հայաստանի ազգային հավաքականում ներկայանա։ Ասենք, Փյունիկ ակումբը մի հատ դպրոցից մի հոգի գա այդ ակումբի բարձրագույն խմբի թիմում խաղա, բոլորս տնենք, ասենք, այս մարդիկ գործ են անում։ Փյունիկ ակումբը նախկինում, պարոն Ալավերդյանը լավ կհիշի, երբ որ Ռուբեն Հայրապետյանն էր ղեկավարում, այդ ակումբը ամբողջությամբ մեր հավաքականի 90%-ին մատակարարում էր ու բոլոր հավաքականներին, որտեղ գործ էր արվում, որտեղ ակումբի ղեկավարը իր տեղում էր, մարշներն իր տեղում էին ու նաև շատ բիզնես լավ մոդել էր, որովհետև ընդեղից Այաքս գնացին Էդգար Մանուչյանը, Հերիկ Մխիթարյանը գնաց, հետագայում Գևորգ Ղազարյան, Կարլեն Մկրտչյան, բոլորի անունը չեմ տալի, բայց այդ բոլորը կոպիտ ասած վաճառվեցին, որը շատ ողջունելի է։ Մենք արտահանող ենք, մենք ներկրող երկիր չենք, այս միլիոնատերերը երբ որ կհասկանան, որ մենք արտահանող ենք պետք է արտահանենք, որ դրա օգուտը ստանանք հավաքականում, ոչ թե մի հոգի մարդ չի խաղում իրանց բարձրագույն խմբերի թիմերում, Ուրարտուում մի երկու հոգի խաղում էին, այնա Գևորգ Թարախչյան եւ Արմանին ուղարկեցին Ալաշկերտ, որովհետև լեգիոներներ էին եկել եւ այլն։ Այդ մարդիկ երբ որ այդ մոդելը կհասկանան, երբ որ կպատրաստեն ֆուտբոլիստներ կուղարկեն արտասահման, այդ ֆուտբոլիստները արդեն ավելի պատրաստված, որը նախկինում կիրառվել է ու շատ լավ։ Չեն կարող ասեն, որ Հայաստանում դա չի գործում, որովհետև բոլորս ենք տեսել, որ դա գործում է։ Ու այդ ժամանակ իրանք կօգնեն հավաքականին ու իրանց էլի եմ ասում, ձեր պաշտոնը այս պահին հարգելի հովանավորներ, ձեր պաշտոնը շատ ավելի բարձր է, քան թե ֆեդերացիայի նախագահային, դա խնդրում եմ իմանաք ու այդ գաղափարով առաջանանք։ Ֆուտբոլ բոլորն են սիրում, ես առաջարկում եմ հենց ֆուտբոլ սիրող երկրպագուների կարծիքը լսենք, թե ինչպես են սովորական մարդիկ վերաբերվում ֆուտբոլի խնդիրներին։ Վատ, ուրան դե խաղացող սամըտանում, խայտարակություն։ Ստում է եթե լավ մարզիչներ լինենք, լավ կխաղան։ Իհարկե ջանասիրությամբ եթե աշխատեն։ Նախկինում ավելի լավն էր մեր կազմը։ Վերջին խաղի ընթացքում, որ նկատեցի, այն կազմը չէր, որ պետք էր լիներ։ Սխալ որոշում էր Վրաստանի դեմ խաղին Ռանոսին հեռացնելը։ Ասելու բան չկա։ Ոսկը մենք հիասթափված ենք։ Կարային ավելի լավ, բայց ոնց որ միշտ չի ստացվում։ Շատ թույլ են խաղում, դրա համար անհետաքրքիր է։ Արագություն չունեն, տակտիկայի մշակում նորմալ չկա։ Նրանց տպավորությունն է, ոնց որ ինչ-որ խնդիր կա իրանց մեջ ու իրանք չեն կարողանում նորմալ դրա պատճառով խաղալ։ Այլն 73-ը ժամանակի համար լավ թիմ էր, բայց եթե հիմա գա այդ արարողությունը հաստատ նոային կպարտվի 100%։ Օրինակ Բարսելոնան դրեք եւ դրեք այլատեսը ծիծաղելի է, էլի։ Մի քիչ պետք է այդ մանկական, պատանեկան ֆուտբոլը զարգացնել։ Պետք է ֆեդերացիայի կազմը փոփոխվի։ Սկսած նախագահից։ Երևի մենեջերը պետք է փոխվի։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարակ պահանջելը հիմարություն առնվազն։ Թողեք թող մարդիկ աշխատեն։ Նոր սկսել են։ Ինձ թվում է բավական ֆինանս չի ներդրվում ֆուտբոլի ֆեդերացիային, որ ավելի մասնագիտանան, ստիմուլ չունեն։ Լավ չի վիճակը, բայց սա սովորական բան է, անկումներ են լինում եւ լինում են բարձրացումներ։ Մենք խոսում ենք խնդիրների մասին, որոնք քիչ չեն, բայց նաև ունենք որոշ ձեռքբերումներ, հա, այստեղ ներկա է պարոն Նազարեթյանը, որի ղեկավարությամբ Հայաստանի ֆուտզալի հավաքականը դարձավ մոլորակի 20 լավագույն թիմերից մեկը, 11 աստիճան բարձրանալով։ Ուրեմն դա վկայում է այն մասին, որ ինչ որ տեղեր առաջընթաց ունենք, այ ինչու փոքր ֆուտբոլում, ֆուտզալում դա հաջողվում է, իսկ մեծ ֆուտբոլում չէ։ Այ տեսեք, եւս մեկ ապացույց իմ բառերի, որ պետք է պրոֆեսիոնալները զբաղվեն
ֆուտբոլի կառավարմամբ, մենեջմենտով, ես ամենևին դեմ չէի լինի, որ հենց պարոն Նազարեթյանը ղեկավար էր ֆուտբոլի ֆեդերացիան, շատ լավ իրեն ճանաչում եմ եւ շատ լուրջ ճանապարհ է անցել եւ ունի ձեռքբերումներ։ Ինքը այդ իրավունքը դաշտում, ֆուտբոլային դահլիճում է վաստակի այդ իրավունքը, ինքը շատ լավ մենեջեր է, որտեղ շատ լավ ղեկավարում է Հայաստանի հավաքականը։ Իդեպ մի քանի օր առաջ հաղթեցին աշխարհի լավագույն թիմերից մեկին, Ղազախստանին, այստեղ էր եկել իրենց մարզական լրագրողների ասոցիացիայի նախագահան, ինձ համոզում էր, որ որևէ խնդիր չի ունենալու իրանց թիմը, բայց ջախջախվեց եւ գնաց։ Դուք տեսնեք ինչպիսի ողբերգություն էր իրենց դեմքին նկարված, ավելի մեծ ողբերգություն, քան իմ դեմքին էր, երբ որ մենք 6-1 հաշվով պարտվեցինք Վրաստանին։ Այդպես դա նշանակում է, որ ամեն մարդ իր աշխատանքով պետք է զբաղվի եւ աշխատանքով պետք է ապացուցի, որ ինքը իր տեղում է գտնվում։ Ինչ վերաբերում է, մի անգամ է կրկնեմ, այնպես չէ, որ պետությունը հատուկ պայմաններ է ստեղծել ֆուտզալի համար։ Ոչ, ֆուտզալի համար մեծ պայմաններ ու մեծ փողեր պետք չեն, փոքր դահլիճներ, բոլոր դպրոցները ունեն։ Հավաքականը մինչ օրս դահլիճ չունի, որպեսզի այնտեղ անցկացնի միջազգային հանդիպումներ։ Դուք տեսել եք որտեղ է անցկացնում։ Ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում, այսինքն տեխնիկական ակադեմիայում, որը նախատեսված չի միջազգային, այնտեղ շատ քիչ թվով նստատեղեր կան, բազմաթիվ մարդիկ ցանկություն ունեն երկրպագելու մեր թիմին, հնարավորություն չունեն, տեղ չկար, տոմս չկար։ Ինչի մասին է խոսքը։ Չկա, այսինքն մի հատ դահլիճ, որ հատուկ ստեղծվել է ֆուտզալի համար, չկա Հայաստանի Հանրապետությունում։ Չնայած, այսինքն, ասածս են հաջողությունները։ Այսինքն հեճուկս են հաջողությունները։ Այո, ոչ մի առանձնահատուկ բան չի արվել, որպեսզի ֆուտզալը Հայաստանում զարգանա։ Եկեք նաև հիշենք մասսայական սպորտի մասին։ Էլի, եթե մենք խոսում ենք մասսայական ֆուտզալի մասին, էլի այս մարդն է զբաղվում այդ հարցերով։ Ինքն է ստեղծել ֆուտզալի տարբեր լիգաներ եւ այդ թվում նաեւ մեր թիմը հենց Ռուբեն Նազարեթյանի ստեղծած այդ լիգաներում սիրողական, որտեղից իդեպ մարդիկ կան, որ գնացել են, դարձել են պրոֆեսիոնալ։ Իսկ բանի սիրողական առաջնություններում ես չեմ ուզում ասեմ ինչ վիճակ է։ Կան, բայց ընդհանուր առմամբ ֆուտբոլը այլևս նաև մասսայական որպես ֆուտբոլ ինքը գնալով Հայաստանում նվազում է։ Դրան կան օբյեկտիվ պատճառներ, բայց սուբյեկտիվ պատճառները շատ են։ Եվ Վրաստանում նորից պետք է ասեմ, իրանք ապրում են այն դարաշրջանը, որը մենք 2012-13 թվականներին էինք, երբ որ մեզ էլ էր թվում, որ մեր թիմի դեմը ոչ մի բան չկար։ Բայց որ նայում ես, ախր այդքան դժվար չի էլի, իրականում ասենք մի հատ լավ թիմ հավաքելը այդքան դժվար չի էլի, Արտем ջան։ Ինչու ձեզ հաջողվեց, իսկ մեծ ֆուտբոլում դա չի ստացվում։ Ես ճիշտն ասած անընդհատ չեմ ուզում այդ թեմայով զրուցեմ, պարոն Ալավերդյանը հակիրճ ասեց, ես իմ մասին չեմ սիրում պատմել, որովհետև ով գիտի, ես պրոբլեմների մասին պատմում, պրոբլեմները կասեմ։ Մենք այս պահին դահլիճը ասվեց ու ոչ մի դպրոց չունենք այս պահին։ Նոր մենք առաջի դպրոցը Երևան ակումբը ֆուտզալի առաջի դպրոցն է հիմնադրում եւ սպասում ենք արդեն 4-րդ տարին է, սպասում ենք այդ Դավիթաշենի դպրոցը, որ ֆուտզալի դպրոց է լինելու, երբ է լինելու։ Բյուրոկրատական քաշքշուկների մեջ ենք անընդհատ։ Նույնիսկ շինարարությունը ինչքան գիտեմ չի մեկնարկել։ Այս պահին նախագծային փուլում ենք, ամեն օր գնում եմ, որտեղ այդտեղ գիտեք, պարոն Ալավերդյանը ինչ ճանաչում է, դե պետք է ամեն ինչ իդեալ լինի։ Դաշտից Ռազիվալկայից Ավազի դաշտ, այն մյուս այդ ամեն ինչ իմ մոտ իդեալնի եթե չի լինում, ես այդ գործի մեջ չեմ լինում։ Իմի այդ նստած նախագծողների հետ դա ամեն օր մի 5-6 ժամ գնում եմ, մտա աշխատում ենք իրար հետ եւ այլն։ Բայց այս պահին, որ ասում եք, ու բա ոնց եղավ հաջողություն, մենք դահլիճ չունենք, դպրոց չունենք, կոնկրետ այդ սիրողական լիգաներից բերել ենք 4-5 ֆուտբոլիստ արդեն խաղում է մեր ազգային հավաքականում, դա էլ նաև աշխատանք է, տենց ենք փորձել բացել լրացնել։ Ֆուտզալից մեծ ֆուտբոլ հոսք լինում է։ Ֆուտզալից մեծ ֆուտբոլ, եթե երեխաներ ունենանք, դա ֆուտբոլին գիտեք ինչ էֆեկտ է տալու։ Այն ծրագիրը, որ ես պետք է անեմ, այդ դպրոցում Դավիթաշենի, դա մեր ֆուտբոլի փրկություններից մեկն է լինելու։ Այդ ֆուտբոլ միքսը, որ օրինակ Բրազիլիայի օրինակով ասեմ, իրանց խաղացողների 99%-ը ֆուտզալից է։ Բոլորը ում նայում եք, կարող եք խփել Google-ով, կտեսնեք, որ ինքը մինչև 13-14 տարեկան ֆուտզալիստ է եղել։ Այդ արագ մտածել, այդ արագ որոշում կայացնել, այդ դաշտում արդեն դառնում է մեծ տարածությունների վրա,
ավելի շատ հեշտ, շատ ավելի օրինակ Նեյմարը ասում է, երբ որ ես դալիճում 1-2 հոգու խափեցի, հետո դուս եկա դաշտ, այդ 4-5 հոգու խափելը իմ համար դարձավ հասարակ բան։ Դրա համար եմ ասում, ես 20 տարի բոլոր ակումբներին խնդրել եմ, ներկայացրել եմ, ասել եմ ֆուտզալ մտցրեք ձեր կրթական ծրագրի մեջ, պարտադիր մտցրեք երեխայի այդ արագ որոշումը։ Հիմի օրինակ ես նայում եմ, մի հոգի մարդ չկա Հայաստանի Հանրապետություն ֆուտբոլ խաղացող, որ դաշտում արագ որոշումներ կայացնի։ Ինչպիսին եղել է օրինակ Հենրիկ Մխիթարյանը։ Ինչ արած ասեմ, որ Հենրիկ Մխիթարյանը երբ որ գալիս էին այդ իրանց տարիքային այդ երեխաները, Հենրիկ Մխիթարյանը, Դավիթ Մանույանը եւ Արտակ Գեդիգարյանն էր, որ հենց Սանամյան Արմենն էր, Փյունիկ 2-ում իրանց մա։ Իրանք գալիս էին մեր հաճախ ֆուտզալ էին խաղում, իրանք 2-ում ես 3-ում ես լավ ֆուտզալ էին խաղում։ Դա արագ մտածելու այդ ամեն ինչի արդյունքն է, բայց 20 տարի ես իմ ես Դավթաշեն դպրոցի ինչի համար այդ բանը ասեցի, լավ դուք չեք անում, ես կանեմ, այդտեղ էլ հաջողություն կգրանցենք ու բոլորդ կհասկանաք, որ դա ճիշտն է։ Դա է ճիշտը, որ այդ երեխաներին կրթենք։ Ես մի պարոն Ալավերդյան ասում եմ, որ ֆեդերացիայի նախագահ չէ, ես ֆեդերացիայի նախագահ չեմ ուզում, ես ինձ պատկերացնում եմ դպրոցում, դպրոց ղեկավար եմ, որտեղից հայկական ֆուտբոլին կտամ կադրեր, ֆուտբոլին եւ ֆուտզալին, որոնք մեր երկրի պատիվը բարձր կպահեն։ Ֆեդերացիայի նախագահ լինելը իմ համար տենց շատ գրվեց այս ամեն ինչում, ուզում եմ ասեմ, իմ նպատակը այս պահին ու միշտ եղել է իմ դպրոցը, որտեղ կունենանք նաև լավ կադրեր։ Այնուամենայնիվ ֆուտզալը իսկապես ավելի քիչ ռեսուրսներ է պահանջում, նյութական, քան մեծ իսկական կներեք, հա, ֆուտբոլը, քան մեծ ֆուտբոլը, եւ այստեղ նաև պետության վրա ավելի ծանր բեռ պետք է, հա, պետության ուսերին։ Պետությունը անում է ինչ որ պարտավոր անել։ Ոչ, իհարկե, բան Նազարեթյանը ասաց, այդ բյուրոկրատական բաները, խոչընդոտները այնքան շատ են, որ մարդիկ պարզապես ճանապարհի կեսից հիասթափվում են։ Ուզում են մի լավ բան անեն, ուզում են երկրի համար նաև մի հաջող բան ապահովեն։ Պարոն Նազարեթյանը ճիշտ նշեց, ես էլ ավելացնեմ, որ հակառակ դեպքերը ավելի քիչ են, երբ որ ֆուտբոլից տեղափոխվում են ֆուտզալ, շատ ավելի դժվար է։ Ես ընկերներ ունեմ, դժվար է հարմարվել այդ փոքր չափսերին եւ արագություններին, որտեղ ֆուտզալը պահանջում է մշտապես շարժման մեջ լինել։ Իսկ ֆուտբոլում դու հնարավորություն ունես դաշտում մի քիչ հանգստանալու, ծիծաղալու է թվում, բայց դա այդպես է, այսինքն քանի որ 11 հոգի են, մի մասը հարձակվում է, մյուս մասը դաշտի մեջ հանգստանում է։ Ասածս այն է, որ ֆուտզալը նաև մեր, այսպես ասած, կոնստիտուցիային, մարդկային կառուցվածքին ավելի հարմար է հայերին, պատահական չի, որ մերպես ազգերը ավելի հաջողում են հենց ֆուտզալում, նույն ղազախները, նույն ադրբեջանցիները, պետք է ցավով նշեմ, իրենք էլ բավականին լավ են արդեն հանդես գալիս, իհարկե ադրբեջանցիների գաղտնիքը ուրիշ է, նրանք բրազիլացի լեգիոներականներ են բերում։ Իդեպ վերադառնալով բանին ես կուզենայի պարոն Նազարեթյանին ասել, որ լեգիոներականների քանակը սահմանափակելը հենց ֆեդերացիայի գործառույթն է։ Հասկանում եմ, որ կարող են ակումբները նեղվել, բայց եթե մենք մտածում ենք Հայաստանի ազգային հավաքականների մասին, ընդհանրապես երիտասարդական եւ այլն, այս հարցը պետք է լուծում գտնի, որովհետեւ մենք արդեն ակումբներ ունենք, որտեղ չեն խաղում Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի, ասենց ասեմ, դաշտում չկա, կան գուցե որպես փոխարինողներ, ես կարծում եմ, որ այս առումով պետք է ապագայի մասին մտածելով մենք նաև պետք է որոշակի սահմանափակումներ մտցնենք, գուցե սկզբում ոչ ամենախիստ, բայց կամաց պետք է պարտադրենք, որպեսզի հայկական ակումբներում խաղան նաև հայ ֆուտբոլիստները։ Դավիթ, իսկ ազգային հավաքականում խաղում են Հայաստանի քաղաքացիները, բայց ոչ բոլորը Հայաստանի բնակիչներ, կամ Հայաստանում ծնված, կամ Հայաստանում ցավով ապրած, եղբայրդ երբ ազգային բանակում չի ծառայել, մայրդ երբ պատերազմի ժամանակ չի լացել, երևի այնուամենայնիվ հայրենասիրության դրսևորումները փոքրինչ այլ են, հա։ Այդ ճիշտ է այդ մեղադրանքը, որ մեծ լուրջ թիմերում խաղացող ֆուտբոլիստի մոտիվացիան ազգային հավաքականում լավ խաղալու ավելի ցածր է։ Չեմ կարծում տենց բան, որովհետև յուրաքանչյուր հայ ձեր ասած ամեն ինչը տեսել է, օրինակ չեմ կարծում Սպերցյանը վատ հայրենասեր է։ Ես կոնկրետ ոչ մեկին նկատի չունեմ իհարկե։ Իմի ակումբի ղեկավարները նաև իրենց հարցազրույցում ասում են, որ
Հայաստանից դուրս ծնվածը, չնայած իրանք կարծեմ տենց են, չէ, Հայաստանից դուրս են ծնվել, իրանք ասում են չեն կարող Հայաստանի, բա մեր երեխեքը որ պարապում են, ու այդ նույն մարդիկ, անցնեմ պարոն Ալավերդյանի հարցին, այդ նույն մարդիկ, երբ որ ֆեդերացիան ուզում է 1-2 հոգով այդ լիմիտը կրճատի, գիտեք ինչ հիստերիա են բարձրացնում։ Մենք եկել ենք, որ Չեմպիոնների լիգա խաղանք, որ Եվրո գավաթներ խաղանք, մենք տեղի ֆուտբոլիստներով չենք կարող անցնել հաջորդ փուլ, ու իմիջիալից այդ խաղերին 100% եթե առաջության խաղերին մի քիչ պարոն Ալավերդյանը բան արեց, 3 հոգի պարտադիր պետքա դաշտում լինի, այդ խաղերին այդ 3-ն էլ չեն խաղում։ Մարդիկ գումար են աշխատում, որը իմ համար լրիվ ընդունելի է, բայց եթե դուք գումար եք աշխատում, ոչ մի հայ չի խաղում, իսկ ով է Հայաստանի հավաքականում խաղալու։ Ոնց է լինելու էլի։ Դրա համար ասենք իմի ասում է Իվուն ճիշտ է որ խաղում է, բայց Չանչարևիցը չէ։ Մտխնդրում դրա լոգիկան ինձ բացատրեք, էլի, ոնց է Իվուն ճիշտ խաղա, եթե ասեն ընդհանրապես չէ, օրինակ ոնց որ մեզ արգելեցին բրազիլացիներով խաղալ, մենք խաղի կանոնները ընդունեցինք, UEFA-ն ասեց այլևս ոչ մեկ իմիջիալուս պարոն Ալավերդյանի իրախությունն ես, Ադրբեջանի հավաքականը ոչ խմբից դուրս եկավ, խմբում վերջ տեղը գրավեց առանց բրազիլացիների, իսկ մենք հա այդ հարցը լուծեցինք առանց բրազիլացիներով։ Էդ եմ ասում, պետքա բոլորը համախմբվեն, բոլորը հասկանան, որ բացի գումարը մենք պետքա նաև ազգային հավաքականին ֆուտբոլիստ տանք։ Այդ գումարը աշխատելը լավ է, բայց ելի եմ ասում, իրանք լավ բիզնեսմենները չեն։ Ես մի երկու անգամ ասել եմ, իրանց վատ են զգացել, հիմա էլի ասում եմ, եթե ծախսում ենք 8 միլիոն ու հետա գալի 4-ը, դա խոսում է դուք լավ բիզնեսմեն չեք։ Այդտեղ էլ չեք հաջողում։ Եթե 8 ծախսեիք գար 16 ու բոլորը խային արտասահմանցիներ, ես միտեղ կընդունեի։ Հա, բայց բերեք մեր հայ տղաներին, այդ էլ խնդիրն է, այդ են սկզբից ասածն է, որ դպրոցը չի կարող հասցնի առաջի թիմի համար ֆուտբոլիստ։ Այդ խնդիրը տեղը Դավիթ, իսկ ինչու այդ լավագույն խաղացողները մեր առանձնապես տենց շատ մոտիվացված չեն ազգային հավաքականը դրսևորվելու։ Շատ լուրջ հոգեբանական խնդիր է, որովհետև լավագույն խաղացողներին դժվար է մոտիվացնել։ Եթե 20 տարի առաջ, 25 տարի առաջ իրանց հնարավոր էր պրեմիաներով մոտիվացնել, ասել, որ եթե Ֆրանսիայի հավաքականին հաղթեք ձեզ յուրաքանչյուրի $10,000 կտամ եւ տղաները իրենց պարզապես վառում էին դաշտում, ապա այսօր այդ գումարները այլևս լիձե առաջատարների համար եւ նույնիսկ միջին կարգի խաղացողների համար այլևս այդքան հրապուրիչ չեն եւ իրանք նաեւ շատ հաճախ դաշտում կարող են մտածել վնասված չստանալու մասին ավելի շատ, քան թե հաջողության մասին։ Ինչպես անել, որպեսզի մոտիվացնել։ Չեմ ուզում որպես հանդես գալ որպես հոգեբանության մասնագետ, բայց կարծում եմ պետք է մոտիվացնել եւ ես գիտեմ օրինակներ, երբ որ ազգային հավաքականի մարզիչներից մեկը, բայց հայ մարզիչներից մեկը օրինակ հավաքականի տղաներին տանում էր հայրենասիրական համերգներին եւ ֆիլմեր դիտելուն, ներկայացումներին։ Գիտեմ դեպք, երբ որ միասին դիտել են Գարեգին Նժդե ֆիլմը, որը նոր էր այդ օրերին պրեմիերան եւ ամբողջ թիմով գնացել են դիտել են, նաեւ գիտեմ լսել եմ, որ մի քանիսը արտասվել են վերջում եւ այդ հայրենասիրական կարծում եմ բաները եւ այստեղ կրեատիվություն է պետք, որտեղ ոչ բոլորին կարելի է դրանով հրապուրել, պետք է ինչ-որ իդեա լինի, որի շուրջ բոլորը կմիավորվեն եւ որի համար բոլորը կպայքարեն։ Մի քիչ ինձ համար բարդ է հավատալ, որ օտար երկրացի մարզիչը կարողանա դա անել, որտեղ ինքն էլ դժվար այդ ոգին, հա, ազգային կամ բան ոգին կարողանա հասկանալ, բայց ֆեդերացիայում եւ հավաքականում այլ մասնագետներ եւս կան, որոնք կարող են ստանձնել այդ գործը եւ ի վերջո նաեւ կարելի է հանդիպումներ անցկացնել մեր ազգի լավագույն ներկայացուցիչների, մտավորականների, գրողների, երգիչների, ինչու՞ չէ նաև դերասանների հետ, որոնք կարող են ոգևորել, կարող են մոտիվացնել, որովհետև ինչպես արդեն նշեցի, նյութապես շահագրգռելը արդեն երևի թե այդքան ակտուալ չի,
ազգային հավաքականի համար, գուցե երիտասարդականի համար ակտուալ է եւ պետք է, բայց երբ որ մարդը տարեկան 3-4 միլիոն գումար է ստանում, նրան շատ դժվար կլինի 10,000 պրեմիայով գայթակղելը։ Սեպտեմբերին կարևոր հանդիպումներ են սպասում, մինչև սեպտեմբեր դեռ ունենք ժամանակ։ Որոնք են այն, օրինակ, 5 կարևորագույն խնդիրները, որոնք պարտադիր պետք է լուծել մինչև սեպտեմբեր։ 5-ի փոխարեն ընդամենը մեկը կասեմ, այն ինչ որ ասաց պարոն Ալավերդյանը, լրիվ ստորագրում եմ դրա տակ, մեզ դա է պակասում։ Օրինակ, երբ որ մենք ֆուտզալի հավաքականով գնում ենք Եռաբլուր, ու ասենք, չգիտեմ, Ռուսաստանից եկած նույն հայը տեսնում է Ռոբերտ Աբաջանին ու հասկանում է այդ տղան ոնց է մահացել, ինչի համար եւ այլն, ու ինքը ասում է, որ այս մարդը մեր երկրի համար իրան ուղակի բռնակը պայթացրել է, իսկ դուք պետք է ձեր սիրած գործով մեր երկրին պիտանի լինեք, այբ որ այդ գաղափարը կմտնի նաեւ հավաքականում, այդ գաղափարը կհասնի իրանց մտածելակերպին, այդ ժամանակ կլինեն այդ հաջողությունները։ Այս լրիվ համաձայն եմ, որ մեզ դա է պակասում։ Տակտիկան, այդ ամեն ինչը, մարզչի աշխատանքը, դա հավաքականներում երրորդ, չորրորդական, տեսեք, պարզ ասում եմ, ֆուտբոլիստը օրինակ Ղազախստանի խաղին, եթե, չգիտեմ, Ղազախստանն ու Բրազիլիայի հավաքականը միանային իրար, այդ օրը մենք հաղթելու ենք։ Այդ օրը տարբերակ չկար, որ մենք պետքա պարտվենք, որտեվ բոլորը մտել էին դաշտ հաղթելու համար։ Այդ առաջի բանը, որ մենք պետք է անենք, ու նաև դա մեր մտավորականների միջոցով, մեր, չգիտեմ, դերասանների ոնց որ ասեց, այդ ամեն ինչը այդ էլ համախմբման մի միջոց է։ Մենք պետք է ազգովի համախմբենք, որովհետև ազգովի սիրում ենք, չէ՞ մեր հավաքականը։ Եթե ամենքս մի բան վատ բան ասենք, այդտեղ հաջողություն չի լինելու։ Ամենքս ասենք, հայլև դե կրվեցին, դե էս ինչա, դե այն ինչա, մտավորականը նույն ձևի մտածի, ակումբի նախագահը նույն ձևի, այ պետք է բոլորով հավաքվենք, այ եթե ամեն անգամ ամեն հավաքին մի հատ մտավորական գա, մի հատ գրող կա, չգիտեմ, մի հատ իրանք է գնան Եռաբլուրը տեսնեն, կարծում եմ չեն տեսել մինչև այսօր։ Ու չգիտեմ, կարող մեկը տեսել է, մեկը չէ։ Կամ ցեղասպանության թանգարանը, ես ասեմ, իմ բաների մեջ չի մտնում, որովհետև դա մեր ազգի ամենավատ բանն է, ես չեմ սիրում, որ մեր ազգին կոտորել են, դա այդ տղեկին պետք է տեսնեն, Նեմեսիսի անկյուն էլ կա։ Հա, Նեմեսիսի անկյունը Եռաբլուրում է կա։ Այդ տղեկին տեսնեն, ովքեր հաղթանակ են կերտել, չնայած ինչ պատճառներով հիմի այդ հաղթանակը մի քիչ բան եղավ, բայց այդ հաղթած տղեկին տեսնեն։ Ու ել եմ ասում, դա մեր աշխատանք է, որը պետության այդ մնացած այդ ամեն ինչ ակումբի այդ դրա համար եմ ասում, պետք է ընտանիք դառնա, որ լինի հաջողություն։ Վրաստանում օրինակ շատ ենք ասում, Վրաստանի նախագահից բռնած բոլորը ֆուտբոլիստներ են, իրանց հեշտ է։ Օրինակ հիմի վարչապետը կոնկրետ Դավիթ Հաշյանի դպրոցի համար տարածքը տվել է, փողը տվել է, ու հունգել ենք սենց շո մի երկու մանր մունր մարդիկ, ովքեր տենց իրանց սենց լուրջ բաների են բանանում, այդ մարդիկ խոչընդոտում են այդ դպրոցի կառուցումը։ Հիմի խնդիրը ո՞րն է, վարչապետը բոլորը գիտեք 5 միլիարդ դրամ է հատկացրել 4 դպրոցի համար, հիմի 4 տարի է, մենք սպասում ենք, բայց Վրաստանում համոզված եմ այդ ֆուտբոլային կալածը, չգիտեմ, այդ նոր նախագահ, այդ ամեն ինչ, այդ հարցերը շատ արագ լուծվում է։ Իսկ նաև այդ Վրաստանի մասին, որ ասում ենք, օրինակ Միկուտաձեն էլ Վրաստանում չի ծնվել, ինքը Ֆրանսիայի ծնված եւ այլն, բայց մարդը խաղում է, մարդը նվիրվում է այդ հավաքականին, որտեղ տեսնում որ կողքիներն են նվիրված։ Դավիթ, կարևորագույն հարցերը, որոնք պարտադիր անհրաժեշտ է լուծել մինչև սեպտեմբեր։ Դե նախ եւ առաջ պետք է հասկանալ ում կարելի է նոր մարդկանցից գրավել, որքան հասկանում եմ մարզիչը արդեն դիմել է ֆեդերացիային ընդլայնելու տեխնացուների կազմը, որովհետեւ դա արդեն անհրաժեշտություն է։ Չես կարող նույն կազմով տասնամյակներ շարունակ կամ տարիներ շարունակ խաղալ եւ հույս դնել, որ կարող է պատահի ինչ-որ բան փոխվի եւ բարեփոխվի։ Չէ, ցավոք սրտի պետք է խոստովանենք, որ ֆուտբոլիստները հատկապես տարիքի հետ միասին կորցնում են որոշակի որակներ, հիմնականում ոչ բոլորը, եւ պետք է արդեն պատրաստել երիտասարդության։ Երկրորդ բանը կարելի է այդ տեխնացուների մեջ դիտարկել նաև արտասահմանում հանդես եկող գուցե երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր
ներկայացնում են, այսինքն որոնք ունեն հայկական արմատներ եւ իդեպ դուք Երկանյան կարող եք այդ առումով օգտակար լինել, որտեղ տարբեր երկրներ գնում եք ձեր հաղորդաշարով եւ կարող եք այնտեղ համայնքներին, ներկայացուցիչներին հարցնել, հարցուփորձ անել, ով կա։ Երեք շաբաթի օրն եմ Մարսելի հայկական արծիվ թիմի ավակի հետ եւ ղեկավարների հետ զրուցել։ Ինչու՞ չէ, հնարավոր է, որ հենց արծիվում հայկական ֆուտբոլի ապագա աստղերից մեկն է այս պահին հանդես գալուց եւ այս առումով ֆեդերացիան եւս կարող է աշխատանք կատարել իր սկաուտներին ուղարկելով բոլոր այն տեղերում, որտեղ հեռանկարային երիտասարդներ կան, հրավիրել նրանց մեր ֆուտբոլային ակադեմիաներ, այդ թվում նաեւ գլխավոր ակադեմիան, որը գտնվում է Հավանում, դա էլ ֆեդերացիայի ենթակայության տակ է եւ մնացած սելեկցիոն աշխատանքները եւս եթե ուզում ենք մինչեւ սեպտեմբեր, ինչը ես մի քիչ հոռետես եմ, իհարկե չեմ հավատում, որ հնարավոր է նման կարճ ժամանակում բաներ, հետո պետք է ոնց որ աստղերը համընկնեն, ինչպես դա եղավ 10-12 տարի առաջ, այսօր այդ աստղերը համընկել են ցավոք սրտի ոչ Հայաստանում, բայց ես հույս ունեմ իհարկե եւ այո, պարոն Ազարյանը շատ լավ բան է ասում, գուցե իսկապես ինչ-որ առաջարկներով հանդես գանք ֆեդերացիային, հուսով եմ կընդունեն, թե այդ մեկ շաբաթվա ընթացքում, երբ հավաքականը պատրաստվելու է հավաք է անցկացնելու եւ պատրաստվելու է խաղերին, ինչպես նաեւ այն առաջիկա շաբաթներին կարծեմ ընկերական երկու խաղեր հունեսին ունեն, ինչու՞ չէ, կազմակերպել հայրենասիրական բնույթի ինչ-որ միջոցառումներ, գուցե իրենք հանդես գան հայտարարությամբ, թե ով ինչ առաջարկ ունի, գուցե մենք պարոն Ազարյանի հետ հիմա պարզապես մեր տենց այս պահին մտածված բաներով, բայց գուցե իսկապես շատ հետաքրքիր գաղափարներ կարող են լինել, որոնք չես իմանում ինչը կարող է երկխոսության արդյունքում են գաղափարները ծնվում եւ ես շատ ուրախությամբ արձանագրում եմ, որ եթե մեր զրույցի սկզբում զրուցակիցներս անդիմախոս էին, զրույցի վերջում դրանք խոսում են մի լեզվով։ Շնորհակալ եմ զրուցակիցներիս, սպասում ենք հաղթանակների։